տեսեք, կրկնում եմ դա։ Երևանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Նրա խոսքով պատշաճ դիմումներ քիչ են ստացել կուսակցություններից, բայց չնայած այդ ամենին վերահաշվարկն ամեն դեպքում իրականացվում է։ Նախնական արդյունքը դրա համար է նախնական, որովհետև այս արդյունքները դեռ պիտի ճշգրտվեն։ Հիմա այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերի վերահաշվարկ իրականացում։ Այդ վերահաշվարկի հետ կապված էլ մի բան տեղեկացնել։ Պատշաճ կարգի դիմում վերահաշվարկի մենք շատ քիչ ենք ստացել։ Կարող եմ դա ասել։ Մենք ստացել ենք 3 ուժերից վերահաշվարկի դիմումներ։ Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք եւ Հայաստան կուսակցությունների դաշինք։ Հրապարակենք սահմանադրության տեքստը։ Նոր սահմանադրության տեքստը որոշել ենք չհրապարակել, չենք հրապարակել, կորոշենք հրապարակել, կհրապարակենք, ասել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարարն ասել է, որ սպասում են որոշ գործընկերների կարծիքներին, որոնք չեն հասցրել դիտարկումներն իրականացնել եւ ներկայացնել իրենց։ Մոտ 2 շաբաթ պետք կգա, որ դրանք ամբողջացնեն, եւս մեկ քննարկում կունենան, ապա կորոշեն, պատրաստ են արդյոք հրապարակել, թե ոչ։ Սա միայնյա որոշում չէ, այսպես է որակել ամբողջը Սրփուհի Գալյանը։ Երեք քննարկել ենք սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը եւ կարծում եմ, որ առաջիկայում ամբողջացնելուց հետո ինչու եմ այսպես ասում, որովհետեւ սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելի կարծիքներին, մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, եւս 1 կամ 2 քննարկում կունենանք եւ կորոշենք պատրաստ ենք հրապարակել, թե ոչ։ 2025 թվականին այս նույն նախարարն ասել էր, թե սահմանադրության նախագծի տեքստը պետք է պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները, իսկ 2026-ի մարտին արդեն ասել էր, որ մինչև ազգային ժողովի ընտրություններ կհրապարակեն նոր տեքստը։ ՀԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը պետք է բավականին արագ լուծվի, դա հրատապ է, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, չնայած պաշտոնապես մնում է ԼԻԻՀ անդամ։ Այստեղ առկա է հայկական եռագույնը ՀԱՊԿ-ի մյուս պետությունների դրոշների կողքին։ ՀԱՊԿ երկրները համաձայնել են քննարկել կանոնադրության հոդվածը անդամի հնարավոր հեռացման մասին Հայաստանից 2 տարի իր անդամավճարները չվճարելու պատճառով, նշել է Լավրովը։ Դիվանագետը շեշտել է, որ Հայաստանը, որը պաշտոնապես ՀԱՊԿ անդամ է, ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի երկրների հետ, անցկացնում է տարբեր զորավարժություններ եւ գնում է ռազմական տեխնիկա։ Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռ չկա, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Համապատասխան որոշումները կկայացվեն կախված ընտրական գործընթացի ավարտից, ասել է նա, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե շփումներ նախատեսվում են արդյոք երկու երկրների ղեկավարների միջև։ Գիտենք, որ հունիսի 14-ին ընտրությունների արդյունքների մասին հայտարարություն է սպասվում։ Այնտեղ ընտրությունների շատ մասնակիցներ պատրաստվում են բողոքարկել, վերահաշվարկ կլինի եւ այլն, այսինքն բավականին բարդ եւ երկար, նշել է Պեսկովը։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ ընտրություններից հետո պատրաստվում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ եւ որոշ հարցեր քննարկել։ Հայաստանում անցկացված ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով եւ արևմուտքի միջամտությամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նաեւ նշել է, որ հայ հասարակության շրջանում պահպանվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման եւ երկրի եվրասիական ինտեգրացիոն միավորումներին հետագա մասնակցության պահանջը, քանի որ դրանք տալիս են կոնկրետ արդյունքներ։ Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտգործ հանձնաժողովում շրջանառվում է արտաքին ծառայության ակտում փոփոխության նախագիծ, որը կոչ է անում Ադրբեջանին անմիջապես եւ առանց նախապայմանների ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղբանտարկյալներին։ Նախաձեռնությունը գլխավորում է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ դեմոկրատ Բրեդ Շերմանը։ Նախագիծը անցել է բոլոր ընթացակարգերը հանձնաժողովում քվեարկության դրվելու համար։ Հաշվի առնելով հայ ռազմագերիների փաստագրված մահապատիժները, կենսական է, որ Միացյալ Նահանգները հստակորեն հանդես գա հայ ռազմագերիների անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակման օգտին, հայտարարել է դեմոկրատ կոնգրեսականը։ Շերմանը նաեւ շեշտել է, որ գերիների ազատ արձակումը ուղղակիորեն համահունչ է Հարավային Կովկասում խաղաղության նախագահ Թրամփի ջանքերին եւ կարող է դառնալ նշանակալի քայլ խաղաղության հասնելու համար։ Հանձնաժողովի հավանությանն արժանանալու դեպքում նախագիծը կներկայացվի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քննարկմանը։
Basınımızın değerli mensupları, Նեթանյահուի եւ նրա անձավոր ցանցի հարձակումները Սիրիայի եւ Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը սպառնում է ոչ միայն այս երկու եղբայրական երկրներին, այլև Թուրքիային, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով Իսրայելին պետք է անհապաղ կանգնեցնել, դա անվանելով համամարտկային պարտք եւ միասնական ճակատ ձևավորելու հրամայական։ Ըստ նրա, չպետք է թույլ տալ, որ պատմությունը կրկնվի եւ հակառակ Իսրայելի բոլոր սաբոտաժներին Թուրքիան կանի իր ուժերի սահմաններում ամեն ինչ տարածաշրջանում խաղաղություն ու անդոր հաստատելու համար։ 85 տարի առաջ Հիտլերի նկատմամբ լռությունն ու անգործությունը հանգեցին աշխարհում 80 միլիոն մարդու մահվան եւ ամբողջ մարդկությունը վճարեց խելագար բռնապետի մոլուցքի համար, նշել է նա։ دیپلماسی و میدان Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային հայտարարել է, որ դիվանագիտությունն ու մարտի դաշտը առանձին երևույթներ չեն, այլ համատեղ ծառայում են Իրանի ազգային շահերի եւ անվտանգության պաշտպանությանը։ Նրա խոսքով այնտեղ, որտեղ դա կպահանջվի, երկրի զինված ուժերը վճռական պատասխան կտան հակառակորդին։ Բաղային շեշտել է, որ իրադարձությունները ցույց են տվել, որ Իրանի խիզախ զինված ուժերը չեն հապաղում երկրի պաշտպանության հարցում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանությունը խոցել է ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ։ Կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Իրանի հարավում ամերիկյան ագրեսիայի հարվածներ է հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի մի քանի ռազմաօդային եւ ռազմածովային բազաների, ընդհանուր առմամբ թիրախավորելով ամերիկյան ռազմական օբյեկտներին առնչվող 21 թիրախ։ Կազմակերպությունը զգուշացրել է, որ հետագա հարձակումների դեպքում կհետևեն ել ավելի խիստ եւ լայնածավալ հարվածներ։ ԱՄՆ-ն պետք է հեռանա տարածաշրջանից, եթե ցանկանում է անվտանգ լինել, այլապես Իրանը կպատասխանի ցանկացած հարձակման կամ սպառնալիքի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Չնայած մարտի դաշտում կրած պարտություններին ԱՄՆ-ն որոշեց փորձել մեր վճռականությունը։ Մեր հզոր զինված ուժերը ոչ մի հարձակում կամ սպառնալիք անպատասխան չի թողնի։ Հեռացեք մեր տարածաշրջանից։ Պարսից ծոցի պատմությունը բազմաթիվ էջեր ունի ներխուժող օտարերկրացիների ծանր ճակատագրերի մասին։ Սոցցանցի իր էջում գրել է Արաղչին։ Իրանի արտգործնախարարի հայտարարությունից առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էր հայտարարել, որ պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում եւ Հորդանանում ամերիկյան ռազմաբազաներին։ Իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ Արաղչին գիշերը առանձին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի իր գործընկերների հետ, քննարկել տարածաշրջանային վերջի զարգացումները, ԱՄՆ-ի եւ Իրանի վերջին լարված հարվածներից հետո։ Ըստ գործակալության Իրանի գլխավոր դիվանագետը իր գործընկերների հետ զրույցներում դատապարտել է ԱՄՆ ռազմական ագրեսիան եւ Իրանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտումը։ Արաղչին նաև ընդգծել է. Իրանն իրավունք ունի ինքնապաշտպանվել եւ պատասխան գործողություններ ձեռնարկել ցանկացած ագրեսիայի դեմ։ ԱՄՆ-ն եւ Իրանը հզոր հարվածներ են հասցրել իրար Մերձավոր Արևելքում ամերիկյան Ապաչե ուղղաթիռի միջադեպից հետո։ Պենտագոնը Հորմուզի նեղուցի մոտ իրանական հակաօդային պաշտպանության եւ ռադարների ուղղությամբ հարձակումների 3 ալիք է ունեցել։ Վաշինգտոնում հարձակումն անվանել են նախազգուշական կրակոց եւ հույս հայտնել, որ այն չի խանգարի բանակցություններին։ ԻՀՊԿ-ն հրթիռներ եւ դրոններ է արձակել տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ, ներառյալ Բահրեյնում 5-րդ նավատորմի շտաբի։ Իրանի իշխանությունները նաեւ հայտարարել են, որ են $30 միլիոն արժողությամբ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական FP5 Flamingo անօդաչուները հարվածել են Չեբոքսարի ռազմական գործարանին, որը ռուսական բանակին ապահովում է դրոնների եւ հրթիռների բաղադրիչներով։ Սևաստոպոլի ղեկավարը հայտնել է, որ ուկրաինական անօդաչուների նպատակային հարվածի հետևանքով գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Սևաստոպոլի պաշտպանության պանորամայի շենքը։ Տարածաշրջանի իշխանությունների փոխանցման միջադեպի հետևանքով զոհեր եւ տուժածներ չկան։ Բռնկված հրդեհին տրվել է վտանգավորության 4-րդ կարգ։ 326 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը, ընդամենը 1 գիշերվա ընթացքում։ Մոսկվայի իշխանությունները հայտնել են, որ մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է 12 անօդաչու թռչող սարք։ Վլադիմիրի մարզում անօդաչու թռչող սարքի արձակումը հրդեհներ է առաջացրել 2 ենթակառուցվածքային օբյեկտներում։ Տուժածներ չկան։ Չուվաշիայի իշխանությունները նույնպես հայտնել են Չեբոքսարի վրա հրթիռային հարձակման մասին։ Տուժածների եւ վնասված ենթակառուցվածքների թիվը ճշտվում է։ Սարսափի մեջ է Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքը։ Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, պահանջելով վտարել իրենց երկրից միգրանտներին։
Բողոքի ցույցերը սկսվել են, երբ երեկ երեկոյան սուդանցի տղամարդը փորձել է կտրել տեղի բնակչի գլուխը։ Օգնության են հասել անցորդները, հարվածել ձեռքի տակ եղած միջոցներով ու փորձել ազատել իրենց հայրենակցին։ Միգրանտը ձերբակալվել է։ Ցույցերի մասնակիցները սկսել են այրել տներ, մեքենաներ, խանութներ, անգամ առևտրի կենտրոններ, որտեղ ապրանք է մատակարարվում մերձավոր արևելքից։